Հայաստանում մարտի 23-ին մեկնարկել է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, ոլորտի ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որը համախմբել է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային տեխնոլոգիական կազմակերպություններին, կրթական հաստատություններին։ Այս տարի երկրորդ տարին է, որ անցկացնում ենք հեռահաղորդակցության շաբաթը, սակայն այս տարի բավականին ընդլայնել ենք կապված թե գործընկերների ներգրավման, թե միջոցառումների քանակով, որը անցկացվելու է շաբաթվա ընթացքում։ Միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ներկայացնել նորարարական լուծումներ և ձևավորել թվային ապագայի համատեղ տեսլական։ Հեռահաղորդակցության շաբաթն այս տարի անցկացվում է միասին հուսալի կապի և թվային ապագայի համար կարգախոսի ներքո։ Շաբաթվա ընթացքում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ, պաշտոնական բացում, կլոր սեղան քննարկումներ, աշխատաժողովներ և ոլորտային այցելություններ։ Նաև ունենք ենթակառուցվածքների այցելության օր, ուսանողները այցելելու են F-net-ի գրասենյակ, այցելելու են Arpanet-ի գրասենյակ, որտեղ կծանոթանան հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների աշխատանքներին, ինչն էլ կարծում ենք գրավիչ կդառնա հետագայում, որպեսզի ընտրեն հենց հեռահաղորդակցության ոլորտը։ Այս կարևոր նախաձեռնության հովանավորներից է F-net Telecom ընկերությունը, որը շարունակում է ակտիվ դեր ունենալ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման մեջ։ Ընկերությունը ոչ միայն աջակցում է նման նախաձեռնություններին, այլև հանդես է գալիս որպես ոլորտի առաջընթացի շարժիչ ուժերից մեկը։ Ուզում հատուկ շնորհակալություն հայտնեմ F-net ընկերությանը և Novetnik ընկերությանը, ովքեր աջակցում են և նպաստում են, որպեսզի մեր միջոցառումները բարձր մակարդակով անցկացվեն։ Միջոցառման շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումներից մեկը նվիրված էր կապից դեպի թվային ծառայություններ, օպերատորների նոր դերը թեմային։ Քննարկմանը մասնակցեց F-net Telecom-ի գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը, ով անդրադարձավ ոլորտի արդիական մարտահրավերներին և զարգացման հնարավորություններին։ Քննարկման ընթացքում նշվեց, որ հեռահաղորդակցության օպերատորների դերը էապես փոխվում է։ Ավանդական կապի ապահովումից նրանք անցում են կատարում դեպի համալիր թվային ծառայությունների մատուցում։ Հատուկ ուշադրություն դարձվեց հաճախորդների փորձառության փոփոխությանը, անվտանգ և վստահելի թվային միջավայրի ապահովմանը, ինչպես նաև 5G, IoT և խելացի լուծումների ներդրմանը։ Վաղը հենց մեր մոտ նվիրված է արհեստական բանականության օրը, որը կազմակերպում ենք հեռահաղորդակցության միջազգային միության հետ, եւ էքսպերտները ժամանել են տարբեր երկրներից ու ներկայացնելու են ամբողջ աշխարհի տենդենսները, ուր է գնում, ինչ ունենք այսօր եւ տարբեր ոլորտներում ինչպես է կիրառվում։ F-net Telecom-ի մասնակցությունն ու հովանավորությունը եւս մեկ անգամ ընդգծում են ընկերության հանձնառությունը, նպաստելու Հայաստանում թվային էկոհամակարգի զարգացմանը եւ նորարարությունների խթանմանը։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։